Հայաստանի Հանրապետության որոշ մարզերում -30 եւ ավելի ցածր ջերմաստիճան։ Արդյոք լավ է թե վատ։ Եկեք անդրադառնանք այդ հարցերին։ Կոնկրետ մի հարցի եմ ցանկանում անդրադառնալ։ Դուք գիտեք, որ էդի ժամանակ բազմիցս ես խոսել եմ նաև ձմեռային էպերի մասին։ Տեսեք, Ձորախբյուրում, որը գտնվում է ծովից 1540 մետր բարձրության վրա, երբ եղել է տարիներ, երբ մենք նույնիսկ հունվար ամսին կատարել ենք այդ, բայց ունեցել ենք բարձր բերք։ Սակայն ես ինչ եմ ցանկանում նշել, կոնկրետ տեսեք, այս ծառը մենք որոշել էինք արդեն հունվարի վերջին փետրվարին էտել, բայց նշեմ, որ այս ցածր ջերմաստիճանում խնդրում եմ դադարեցրեք։ Դուք գիտեք, որ կոնկրետ հնդավորները, այսինքն հնդավորներից են տանձը, խնձորը, երբեք խնդիր չի։ Եվ մենք էտել ենք այս տարի մի փոքր խնդրում եմ զգուշացեք, օրինակ նման ծառերը կարող եք էտել, ասենք խոր աշնանը, որը բավականին կհեշտացնի ձեր գործը։ Ինչով է կարևոր ձմռան էտը, որովհետև մենք արդեն բավականին ժամանակ ունենք հիմնական դաշտային աշխատանքները կամ այգում կատարվող աշխատանքները նվազագույնի է հասել եւ որոշ աշխատանքներ առաջ են գցում։ Ուրեմն ինչ եմ ասում, երբ որ դուք կունենաք արդեն -10, -8, -7 աստիճան, միայն այդ դեպքում արդեն կարող եք սկսել հնդավորների էտը։ Իսկ կորիզավորներինը աշխատեք, որ ասենք -2, -3, ոչ ավել ջերմաստիճանում։ Իհարկե, երկու դեպքում էլ աշխատեք, որ ցերեկը լինի դրական աստիճան 0, +2, +3։ Ձմեռային էտի հետ կապված երբեմն բավականին տարբեր հակասական կարծիքներ կան։ Ես պարզապես խնդրում եմ, դուք հետևեք նաև միջազգային գյուղատնտեսական նմանատիպ ուսուցումներին կամ խորհուրդներին, անհանգստանալու որևէ բան չկա։ Օրինակ ես եղել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների այնպիսի նահանգներում հյուսիսային, որոնք ձմռանը բավականին ցուրտ են, բայց այնուամենայնիվ նրանք դեկտեմբեր, հունվար, երբեմն փետրվար ամիսներին կատարում են, բայց մեր կլիմայական պայմանները մի փոքր այլ է։ Դուք եկեք եւ ձմռանը հանգիստ, երբ որ իմ նշված ջերմաստիճաններն են, դուք կատարեք այդ կասկածելի կոմենտներին արձագանքելու կամ պաշտպանելու մեզ փոխարեն, պարզապես կապվեք մեզ հետ, հետևեք մեր խորհուրդներին, դա կախված կլինի այգեգործության, դեղաբույսերի օգտագործման, օգտակար ուտելի կամ թունավոր բույսերի հետ, կապվեք մեզ հետ, վստահեք մեզ եւ համոզված եղեք, որ ձեր այգին կլինի առողջ, դուք կլինեք առողջ եւ բավականություն կստանաք այն աշխատանքից, որը դուք իրականացնում եք։ Միշտ պատրաստ ենք պատասխանել ձեր բոլոր հարցերին։